Ուրեմն նախքան սկսել ես այս վերջերս դե ինչքան շփվում ես հոգևոր խոսքի կամ մարդկանց հետ ավելի շատ բան ես հասկանում, վերցնում։ Ուրեմն այս վերջերս գործարանում մեկի հետ խոսեցի Աստծո խոսքով կիսվելու ընթացքում ցես մի բան ասեց, ասավ մենք էլ ենք հավատում, ճիշտ է, եկեղեցի չենք գնում, բայց հավատում ենք, որ կա Աստված։ Ես ընդունեցի իր ասածը մի բանով, ուրեմն ասում եմ մեր հարևանը, այս վերջերս ասում եմ ահագին մեծ մարմնի անկում զգաց իր ներսում, հիվանդացավ լավ ծանր վիճակով, միջև որ հասավ դիալեզի։ Դետի երկար process պատմեց, ուղղակի ես կարճ եմ պատմում, ասում եմ այնքան էին արդեն տարել դիալեզի, որ ասում եմ տեղ չկար էլ արդեն արյունը ոնց որ էլ չգիտեմ, պիտանի չէր։ Ասում եմ ասեցին տարեկտուն մի 2-3 օրվա կյանք մնացել իրան։ Ասում եմ մենք հավաքվեցինք մեր տնով։ Ուղղակի իրանք Աստծո խոսքը լսել էին։ Ասում եմ մենք մեր տնով հավաքվեցինք եւ ինչ գիտեինք աղոթեցինք։ Այդ մարդուն կանչում են իրաց տուն, ասում են ինչ գիտեինք աղոթեցինք, բայց հավատում ենք, որ ինքը կա։ Գիտեք ինչ տեղ ունեցավ, ասում եմ։ Այդ աղջիկը չմեռա։ Տերը բժշկեց։ Աղոթքը չտեսած բաների ապացույցը։ Դու չես տեսնում ինչա կատարվում, բայց իրականում բանա կատարվում։ Փոփոխություն ա բերում։ Ասում եմ միայն հավատա եւ իմ փառքը պիտի տեսնես։ Մենք այսօր բոլորս նրա առջև ենք, նրա հետ ենք եւ գիտենք ինքը ով է։ Ամենակարող Աստված, որը կարող է բժշկել, ազատագրել, ընկածին կանգնեցնել։ Ուզում եմ կարդալ Մարկոս 10:46 համարից շատ բոլորիս հայտնի տեղ։ Եվ գալիս են Երիքով, եւ երբ որ նա եւ նրա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովից դուրս էին գալիս, Թիմեի որդի Բարթիմեոս կույրը ճանապարհի վրա նստած մուրացկանություն էր անում։ Եվ լսելով, թե Հիսուս Նազարեթցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Հիսուս որդի Դավթի, ողորմիր ինձ։ Եվ շատ մարդիկ սաստում էին նրան, որ լուր կենա, բայց նա էլ ավելի էր աղաղակում. Որդի Դավթի, ողորմիր ինձ։ Եվ Հիսուսը կանգնեց եւ ասեց, որ նրան կանչեն։ Եվ կույրին կանչեցին եւ ասեցին նրան. Քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է։ Նա էլ իր հանդերձը դեն գցեց, վեր կացավ եւ Հիսուսի մոտ եկավ։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ նրան ասաց. Ինչ ես կամենում, որ անեմ քեզ։ Կույրն էլ նրան ասեց Ռաբոնի, որ թարգմանում է վարդապետ։ Որ տեսնեմ, Հիսուսն էլ ասաց նրան. Գնա, քո հավատքը քեզ ապրեցրեց։ Եվ նա շուտով տեսավ եւ ճանապարհումը Հիսուսի հետևից գնում էր։ Օրինակ տեսել եք, չէ՞, շատ համառ մարդ, որ իր ասացի տերն է։ Ով ինչ ասի, չասի, որ ասում է ես իմ ուզածին պիտի հասնեմ։ Ես օրինակ Բարթեմեոսին շատ է դուր գալիս տեղում, որ ասում է ինքը ոչ մեկին չնայեց, ոչ մեկին չլսեց։ Նա իր այն կարիքները, որ ասում է հոգալու, հա, կամ հիվանդությունից բժշկվելու նպատակով աղաղակում էր։ Օրինակ ես գրել եմ, ասում Բարթիմեոսը դուր էր գալիս իր համառությամբ, որ ոչ ոքի չլսեց եւ ոչ ոքի ուշադրություն չէր դարձնում։ Ինչքան որ սաստում էին, որ լռի, նա ավելի շատ էր աղաղակում։ Նա այնքան էր հավատում, որ միայն Հիսուսը կարող էր իր աչքերը բժշկել, բացել։ Եւ հավատալով, անդադար աղոթելով հասավ իր նպատակին։ Այսօր շատերս, թեկուզ մեր ներսում կա ինչ-որ մի դժվարություն կամ հիվանդություն, մի քանի անգամ աղոթում ենք ու դադարում։ Բայց ասում եմ անդադ դադարիր։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ Արտավազ աղբերը մի բան պատմեց,
ասես մեկը գնում է գանձ գտնելու, թունել է փորում, հասնում է, ասում է մի մետր է տեղ մնում, որ արդեն պետք է այդ քլունգը խփի, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Մի մետրից դաժե քիչ։ Ասում է հոգնում, ասում է լավ է, թողում եմ գնամ։ Բայց կարելի է մի հատ էլ որ մի հատ խփել այդ գանձը գտնել։ Մենք հասնում ենք մի տեղ, որ պետք է արդեն առնենք, այն որ ասում է թողում ենք ու ետ դառնում։ Հավատքը շատ կարևոր բան է։ Դու երբ որ մտնում ես քո ներքին սենյակը, օրինակ մարդիկ կան, որ երևի չգիտեն ներքին սենյակը որն է, առանձին աղոթք, երբ որ մտնում ես աղոթքի մեջ, միջև քո մտնելը հակառակորդը ամեն ինչ անում է, որ հանդիպում չունենաս Աստծո հետ։ Լսիր, հակառակորդը անում է ամեն ինչ, որ դու հիվանդության կամ ինչ-որ դժվարության մեջ մնաս։ Նա ամեն ինչ անում է, որ դու իրապես Աստծուն չհանդիպես եւ այդ բժշկությունը չգտնես։ Մտքեր կբերի, չգիտեմ, կողքից ինչ-որ մի բաներ։ Միտք է տալիս, այնքան միտք է տալիս քեզ, թե այդքան աղոթում ես, ինչու չես բժշկվում։ Չէ՞, եղել է դες բան, որ դու աղոթում ես, ասում ես, բա լավ, բախի չեմ բժշկվում։ Այդ այնտեղն է, որ դու արդեն հասնում ես, մեկ էլ թողում ես, դրա համար էլ չկա բժշկություն։ Հակառակորդ այնքան մտքեր է բերում եւ միջև հասցնում է հուսահատության։ Դու հուսահատվում ես։ Հավատում եք, չէ։ Եղել է, որ հուսահատվել ես դու։ Այնքան ես աղոթել չի եղել, մեկ էլ ասում ես բախի էլի ու հուսահատվում ես։ Կամ ինչ որ մեկը քեզ համար, երբ որ ուզում է աղոթել, դու սկսում ես երկմտել։ Դե լավ, դե թող աղոթի։ Կամ կլինի, կամ չէ։ Գիտես, ես քեզ մի հատ բան կասեմ։ Իմ Աստված կամ չի, նա հաստատուն է։ Ասում է, որ խնդրի պիտի առնի։ Նրա խոսք, ասում է, երկինք եւ երկիր անցնի, բնավ պիտի իմ խոսքերը չանցնի։ Նա հաստատուն է։ Հակոբոս 1:6-7 համարներում հիշում եք ինչ ա գրել, ասում է, երկմիտ մարդը, եթե դու կասկածում ես կամ թող չսպասի, որ ինձանից բան պիտի առնի։ Հավատա եւ կառնես, Տերն ասում է։ Փառք Տիրոջ։ Ես հաճախ եմ աղոթում, բայց ոչ թե իմ կամքի համաձայն, ես աղոթում եմ իր կամքի համաձայն։ Հիշում եք, չէ՞, աղոթքները ասում է, թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Ես այսպես եմ աղոթում, երբ որ արտանում եմ, ասեմ, Տեր, ինձ համար դաշտ բաց, որ ես կարողանամ քո սերմերը ցանեմ։ Ես չեմ հիշում մեկ օր, երբ որ աղոթեմ եւ խոսքը խոսացած չլինեմ։ Ճանապարհին գնալուց մեքենայի որ գնում եմ, մարդ եմ տեսնում, վերցնում եմ։ Խոսքը խոսվում է։ Գործարանում, եթե ճանապարհին չի հանդիպում, գործարանում Տերն է բերում։ Եվ այդպես խոսքը խոսվում է։ Եվ դրանից ես շատ եմ ուրախանում եւ հասկանում եմ, որ արքայության համար մի բան արեցի։ Անկախ նրանից ինքը եկեղեցի եկել է, գալիս է, թե չի գալի, ես խոսքը ցանում եմ։ Մնացածը Տերն է որոշողը։ Ասում եմ դու ուրախացրու Աստծո սիրտը եւ նա կուրախացնի քո սիրտը։ Նախ Աստծո արքայությունը եւ մնացած բաները կտրվեն քեզ։ 3 կետ եմ առանձնացրել։ Առաջինը, աղոթքի մեջ պետք է լինի հավատք։ Եթե հավատաս, ոնց որ ասեցինք, Տերն ասում է, իմ փառքը պիտի տեսնես։ Օրինակ, շատերն են աղոթում, բայց ոչ բոլորն են աղոթքի պատասխան ստանում։ Ճիշտ է։ Առնում են նրանք, ովքեր հավատքով են խնդրում։ Երկրորդ կետը, խոնարհությամբ գաս նրա առջև։ Գիտեք, խոնարհ սիրտը Աստված հավանում է, որովհետև խոնարհությունը Աստծո մոտ ողորմություն է գտնում։ Երրորդ կետը, որ գրել եմ, մաքուր սրտով գաս նրա առջև։ Մաքուր սիրտը մոտեցնում է Աստծուն։
իսկ աղտոտ սիրտը բացասական լիցքերով, մտքերով լցված սիրտը միշտ հեռվացնում է։ Աստված ուզում է, որ մենք նրա հետ միշտ հաղորդակցության մեջ լինենք։ Գիտեք հաղորդակցությունը որն է, աղոթքով։ Մոտենանք նրան, ինչի խնդիր ունես, ինչ կարիք ունես, նրանից պիտի առնես։ Օրինակ, հաճախ երբ որ կանգնում ենք աղոթքի, բերում ենք բառեր կամ չգիտենք ինչ որ բաներ, որ մեզ պետք է, դու գիտես, եւ գրված էլ ասում է, դու գիտես, ես չգիտեմ քեզ ինչա պետք։ Միչև քո կանգնելը, միչև քո բերանը բացվել է, ասում է, ես գիտեմ քեզ ինչա հարկավոր։ Բայց եղել է, չէ, ժողովուրդ ջան, որ Աստված այնքան սեր, այնքան ողորմած է, որ նույնիսկ առանց խնդրելու տվել է քեզ։ Ինչի կարիք ունեցել ես տվել է քեզ, այդքան մեծ է ինքը, այդքան սիրող հայր է մեր հայրը։ Բայց Աստված ուզում է, որ միշտ մենք իր հետ հաղորդակցվենք։ Փառք Տիրոջ։ Մենք ամեն բանի ժամանակ ենք տալիս, բայց թողում ենք ամենակարևորը, որ ով որ մեր մասին հոգ է տանում, նրա հետ մեր շփումը կամ հաղորդակցությունը շատ քիչ է։ Ով է քո համար հոգ տանում, հակառակորդը, թե Տերը, ուշադրություն դարձրու։ Ես նմանեցնում եմ ծնող եւ երեխա փոխհարաբերությանը։ Ծնողը երեխային լույս աշխարհ բերում, որ մեծացնի, իր առջև լինի, իր սրտի համեմատ գնա։ Բայց հաճախ տեսնում ենք, զավակը ծնողի խրատը թողած ուրիշի խրատն է ընդունում։ Բոլորիս հետ էդի որ ասում կատարվել է, տեսնենք։ Ինչքան որ լավն ես ասում քո երեխուն, ինքը հակառակն է, դրսի, չգիտեմ, ուրիշի խրատներն են ընդունում։ Ինչքան ցավ է ծնողի համար։ Շատ հաղորդակցվում ենք ուրիշի հետ, քան թե ծնողների։ Ճիշտ է։ Դրսի հետ ավելի շատ հաղորդակցում ենք, քան թե ծնողների։ Եթե ուշադրություն դարձնենք, մենք ավելի շատ հաղորդակցվում ենք նրա հետ, ով որ մեզ կյանք չի տվել։ Գիտեք ով է դա։ Հակառակորդը, Սատանան։ Եթե ուշադրություն դարձնենք, նորից եմ կարդում, մենք ավելի շատ հաղորդակցվում ենք նրա հետ, ով որ մեզ կյանք չի տվել, եւ այդ ուրիշը ամեն ինչ անում է, որ քո ուրախությունը, առողջությունը եւ կյանքը խլի քեզանից։ Հետի հակառակորդն է։ Հաղորդակցվիր նրա հետ, ով որ քեզ կյանք է տվել եւ ուզում է պահել այն։ Աստված քեզ կյանք է տվել եւ ուզում է այն պահել։ Միշտ նրա հետ եղիր։ Միշտ նրա կամքը կատարիր։ Թե ծնողի, թե Աստծո կամքը քո համար բարի է, հիշի։ Բարի է։ Ոչ մի ծնող չի ուզի իր երեխու ոտքը, որ քարին դիպչի։ Եվ Աստված էլ նույնն է։ Ուրեմն Երեմիա 33:3-ը, որ շատերիս հայտնի, ասում է կանչիր ինձ, եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։ Կանչիր միշտ, թե դժվարության, թե ուրախության, չկա այդպիսի օր, որ նա քո հետ չլինի։ Ես միշտ եմ ասում, լսի, ասում եմ, ծնողը, երբ որ քո լավն է ուզում, կամ այսպես ասեմ, արտավազախբերը մի անգամ այսպեսի մի բան արտահայտություն արեց, եթե հիշում եք, ավակներին ասեց, մեկին հարց են տալի, ասում են, հորը էլի, ասում են, քո զավակները քեզ ոնց են ընդունում տան մեջ, ասում է, Աստծո պես։ Սա զարման, ոնց Աստծո պես։ Ասում է, հա, երբ որ նեղն են ընկնում, նոր հիշում են։ Բայց ծնողը, հայրը, երբեք չի դադարում իր տանը հայր լինելուց։ Պետք է արժանավայել պատիվ տաս նրան։ Եվ Աստված երբեք չի դադարում Աստված լինելուց։ Ուրեմն
թե տխրության, թե ուրախության ժամանակ աղաղակի նրան։ Նա է քո հարցերի բոլոր պատասխանը։ Տերը օրհնի ձեզ, թող Աստված իրապես միշտ առաջնորդի մեր կյանքը եւ մենք հանձնենք մեր կյանքը նրա ձեռքերի մեջ, որտեղ գիտենք նրա մեջ է ապահովությունը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք քեզ Տեր իմ Աստված։ Փառք պատիվ գոհություն քեզ Տեր, քո ողորմության համար Տեր, որ տարածում ես ամեն մեկիս վրա եւ քո գութը շարժում ես ամեն մեկի համար Տեր։ Խնդրում ենք Տեր, քո ներկայությունով միշտ առաջնորդիր եւ մեծ ձեռքից բռնի Տեր, որտեղ մենք հանձնվում ենք քեզ եւ ասում ենք Տեր, մենք քոնն ենք, քո զավակներն ենք եւ ուզում ենք ամբողջովին քեզ հետ լինենք Տեր։ Օգնիր մեզ Տեր, որ իրապես քեզանից, քեզանով ամեն բանի մեջ Տեր քո անունը կանչենք Տեր, որտեղ դու ես մեր կյանքի աղբյուրը եւ մենք քեզ ենք պատկանում։ Շնորհակալ ենք քեզ, փառավորվես ամեն բանի մեջ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի։ Ալելույա, ամեն։